Բարև ձեզ, դուք դիտում եք Civilnet-ը, ինչպես արդեն գիտեք, սա հայ-ադրբեջանական սահմանին բավականին լարված իրավիճակ էր կամ շարունակում է պահպանվել այդ լարված իրավիճակը։ Մենք այսօր խոսենք ոչ թե տաք պատերազմի մասին կամ հրանոթային պատերազմի մասին, այլ խոսենք մեդիա պատերազմների մասին։ 21-րդ դարում դա բավականին ակտուալ է եւ հսկայական ազդեցություն է ունենում պատերազմների կամ ճակատամարտերի ելքի վրա եւ այս թեմայի շուրջ ես կզրուցեմ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։ Բարև ձեզ։ Նոր եթերից առաջ զրուցում էինք, համեմատություն անցկացրեցինք 2014 թվականի օգոստոսյան այդ մինի պատերազմի հետ, քարոզչական դաշտի հետ առումով եւ սեպտեմբերի 24-ից սկսված այս հրթիռային այդ գնդակոծությունների հետ կապված կարծես թե մենք ինչ որ հետընթաց ենք արձանագրել, հա, մեդիա դաշտում լրատվամիջոցների, ընդհանրապես եթե սոցիալական ցանցերն էլ հաշվի առնենք որպես մեդիա, սոցիալական ցանցերի օգտատերերի եւ այլնի հետ կապված, ինչով է պայմանավորված այդ հետընթացը։ 2014-ի օգոստոսը ինքնին հետաքրքիր էր, որովհետև փաստացի այդ ժամանակ կարելի էր արձանագրվել, որ մեր լրատվական դաշտը ինչ որ ասենք ասենք շողուլ էր եկել, հա, այսինքն բավականին adekvat էին, այտենց ասեկոսներ չէին տարածում եւ այլն եւ շատ լավ այդ տեղեկատվական հոսքերը տարվեցին համ ներսում, համ դեպի դուրս։ Այս անգամ անսպասելիորեն կարելի է տեսնել ինչ որ ռեգրես։ Իհարկե այդ ռեգրեսը կապված չի այն լրատվամիջոցների հետ, որոնք կային եւ շարունակում են այսպես օբյեկտիվ լավ աշխատել։ Խնդիրը նրանում է, որ դաշտում հայտնվեցին մի քանի տիպի դերակատարներ։ Առաջինը հիշենք, որ 2013 ու 14-ի սկիզբ շատ ծանր էին ներքին տեղեկատվական դաշտում, որովհետև ընտրություններ էին ու այդպես բազմաթիվ սնկի պես աճած կայքեր եւ այլն, հա։ Հետո այդ ամեն ինչը հանդարտվեց ու երբ որ օգոստոսը եկավ 14-ի, այդ փրփուրը ոնց որ ասած գնացել էր եւ նորմալ լուրջ դերակատարներ էին դաշտում գտնվում։ Հիմա կարծես ինչ որ նոր հոսք է սկսել, որը ոչ միայն կուսակցական բնույթ է, չնայած էլի կան այդպես ահավոր կիսագրագետ մեղմ ասած նորաստեղծ կուսակցական ինչ որ կայքեր, որոնք փորձում են այս երևիճակը իրենց ռեյտինգը բարձրացնելու համար օգտագործել եւ տարածում են ինչ որ ամենան ինչ որ չստուգված բամբասանքները ահավոր անգրագետ վերնագրերով եւ այլն։ Այսինքն վերնագիրը դնում է ինչ որ մի օգտատեր գրել է կամ չգիտեմ ինչ որ մի հատ սենսացիոն վերնագիր, հիմա չգիտես հավատաս, չհավատաս, այսինքն գիտես հավատաս թե չհավատաս, բայց շատերի համար անհասկանալի։ Խնդիրն այն է, որ իրավիճակը որ սուր է, մարդիկ ընկնում են աջուձախ տեսնեն ինչ է կատարվում ու այս հենց որ ինչ որ տեղեկատվական դատարկություն է ստեղծում, իսկ դա կարող է տևի, մի քանի ժամ, օրինակ չպարզ չի ինչ է կատարվում։ Սրանք մտնում են այդ ոնց որ ասած այդ ծակերը ու իրանցով լրացում են ու մարդիկ տարվում են դեպի այդ կայքերը։ Մյուս խնդիրը այն է, որ նաև ցանցում բիզնեսն է սկսել լրջանալ, այսինքն գումար են աշխատում զուտ քլիքերի վրա եւ կարելի է տեսնել կայքեր, որտեղ ինչ որ անհետ նյութեր են գրվում, բայց այտենց ամպագորգոր վերնագրերով, այնքան որ մարդիկ կլիկ անեն Facebook-ից գնա։ Օրինակ հայ զինվորը հեռախոսով նկարել է, ոնց են ոչնչացնում ադրբեջանական։ Եվ ուկրաինական պատերազմից վերցրած այնց հրթիռակոծություններ են, գրադի դիվիզիոնները կրակում են, ինչ որ դե բարձա որ մարդիկ էլ այդ պահին էմոցիոնալ վիճակում են գտնում, ինչ տեսնում, այն էլ այնց դրական հավատում են, նույնն էլ շատ բացասական բաների վրա են գնում, հա։ Ստեղ իհարկե շատերը ասում են պետք է փակել, բռնել, գնդակարել, դատել եւ այլն, բայց իրականում ստեղ հարցը ավելի շուտ հանրությանը կրթելն է, մեկ, հա, այսինքն մարդիկ պետք է առնվազն sense իրավիճակներում ունենան իրենց համար ցանկ այն լրատվամիջոցների, որոնց իրենք վստահում են, հա, վերջի երբ որ օրինակ մարդ սպասում է որ դրամի կուրսը կարող է արժեզրկվի, հա, ենթադրենք։
ինքը իր ծանոթներից է հարցնում, որոնք բանկերում են աշխատում, չէ՞, ատամնաբուժներին չի գնում հարցուփորձանում, չէ՞։ Դրա համար մարդն ունի ինչ-որ մտքում բաց ցանկ, թե որ դեպքում ինչ հարցնի։ Եթե ձվի մեջ սալմոնելոզա հայտնվել, ինքը գնում է հարցնում է ինչ-որ մարդկանց, որոնք այդ ձվերի հետ տեղյակ են, շփվում են։ Նույնն էլ այստեղ է, պետք է մարդ ինչ-որ ցանկ ունենա վստահելի լրատվամիջոցների եւ եթե ինչ-որ մի բան կասկածելի է, այնտեղ ստուգի։ Ու չտարածից, ցավոք սրտի մարդկանց ռեֆլեկտոր հենց տեսնում են շեյր են անում, այդ սկսում է տարածվում։ Նույնիսկ է զարմանալի սոցիալական ցանցերում կարող ես տեսնել մարդիկ, որոնք թվացել են քիչ թե շատ adekvat եւ տեղեկացված, տարածում են նման տիպի նյութեր։ Այո, ցավոք սրտի այդպես է, ու հենց պատերազմական իրավիճակը հենց դրանով է պրոբլեմատիկ, որ քարոզչությունը այդ հոգեբանական օպերացիաները շատ ավելի պարարտ հողի վրա են ընկնում, որովհետև մարդիկ նորմալ մարդն էլ իր adekvatությունը կորցնում է, որովհետև դա հասկանալի պատճառներով, հա։ Եվ ինչպես կարելի է հակազդել, օրինակ, հա փակելը մի քիչ չէ, փակելը բռնել ձերբակայանը սխալ բան է, որովհետև դու այսօր կփակես ասելով որ պատերազմական իրավիճակ է, վաղը չեմ ասոր ինչ որ չինովնիկի կաշառքի մասին նյութը չինովնիկը այդ նույն լծակը կօգտագործի նորմալ լրատվամիջոցը փակելու համար, հա, հենց որ դա լուծում չի։ Ճիշտ լուծումը դա հանրությանը կրթելն է։ Եվ երկրորդը ավելի հստակ ուրեմն պաշտոնական տեղեկատվական հոսքեր ձևավորելն է։ Այստեղ ակնհայտ կան թերություններ։ Այդ մասին է ուզում խոսել, օրինակ մենք հետևում ենք ռուսական լրատվամիջոցների արձագանքներին, որոնք կարելի ասել մեղմ ասած ոչ պրոհայկական չէին, հիմնականում տալիս էր Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը եւ բացակայում էր պաշտոնական Երևանի դիրքորոշումը կոնֆլիկտի հետ կապված, ինչը թույլ է տալիս մտածել, որ ռուսական լրատվամիջոցները աշխատում են Ադրբեջանի օգտին։ Արդյոք դա այդպես է, թե մենք մեր մեղքը պետք է փնտրենք։ Իրականում այստեղ շատ տարօրինակ խնդիրներ կան։ Իհարկե կա մի յուրահատուկ բան, որը օրինակ BBC-ն ունի գրասենյակ Ադրբեջանում, ու բնականաբար ադրբեջանական տեղեկատվությունը ավելի արագ է ընկնում BBC-ից։ BBC-ն դա շատ լուրջ դերակատար է եւ շատ նույն ռուսական լրատվամիջոցներ BBC-ից են քաղում ինչ-որ բաներ, հա։ Բայց դա ինչ-որ մի տոկոսն ազդեցության ու այդքան լուրջ չի։ Իրականում խնդիրը հետեւյալն է, նույն այս դեպքի վերաբերյալ ես օրինակ մի քանի ռուսաստանյան լրագրողներ իմ հետ կապվեցին, խնդրելով ասել, արդյոք Հայաստանը իսկապես լռում է եւ միայն Ադրբեջանն է իր կարծիքը պաշտոնական հայտնում այս ամեն ինչի վերաբերյալ։ Ես շատ զարմացա, որովհետեւ իհարկե հայկական կողմը ավելի շուտ էր, հա, խոսքը գնում է 4 զինվորների զոհվելու մասին։ Բայց ինչու՞ն է խնդիրը։ Մենք մեր մեջ բաշխել ենք տեղեկատվական հոսքերը եւ պաշտպանության բանակը եւ պաշտպանության նախարարությունը շատ դեպքերում առանձին են տալիս տեղեկատվությունը, հա։ Արդյոք դա ու կոնկրետ այս դեպքում ՊԲ-ն էր տալիս Արցախից։ Հիմա նայենք այդ ամեն ինչը ռուս կամ անգլիացի լրագրողի տեսանկյունից։ Ինքը ինչ որ բան տեսնում է, Google-ով սկսում է փնտրել ու ինքը բնականաբար Հայաստան է փնտրում, հա, շատերը Ղարաբաղի մասին չգիտեն էլ, իսկ Հայաստան փնտրելով ինքը բան չի գտնում։ Հայաստան, ասենք, պաշտպանության նախարարություն։ Այո, ինքը նայում Հայաստան պաշտպանության նախարարություն գտնում է կայքը, բացում այնտեղ բան գրված չի դեռ, հա։ Ինձ թվում է, որ այս խաղերը իրանք ավելի շատ դիվանագիտական են եւ սխալ է ռազմական ոլորտում այս ինչ որ երկու երեսանի տեղեկատվական հոսքեր տանելն է, հա։ Այսինքն ինֆորմացիոն առումով այստեղ մենք թերացում ունենք ըստ էության։ Իմ կարծիքով այո, միգուցե զինվորականները իրենց ինչ որ նկատառումներ ունեն, որ այդպես են անում, բայց ինձ թվում է սա էֆեկտիվ չի ու հենց այս օրերին դա երևում է։ Այդ մեկ։ Երկրորդը կան անմիջական աղբյուրներ, կայքը, Twitter-ը, հա, Facebook-ի մասին չեմ խոսում, օրինակ Facebook-ում ՊՆ խոսնակը ակտիվ աշխատում է, լրագրողներին տեղեկատվություն է տալիս։ Բայց Facebook-ը փակ տարածք է։ Երբ որ ռուսը կամ բրիտանացին ուզում է փնտրել, թե ինչ են ասում Հայաստանից, ինքը Twitter-ում է ման գալի, որտեղ այնտեղ կարելի է փնտրել անգլերենով ու ռուսերենով։ Բնականաբար, հայերենով իրանց չի հետաքրքրում։ Ու այստեղ ակնհայտ ես այն օրը տենց գրել էի, որ օրինակ Իսրայելի բանակի խոսնակը օրը 3 նյութ է գրում անգլերեն Twitter-ում, չնայած որ այնտեղ պատերազմ չի։
հանգիստ է իրավիճակը։ Մենք շատ ավելի քիչ ենք ձևավորում այդ խոսքերը, չնայած հետաքրքրություն կա եւ իրավունք էլ չունենք քիչ խոսալ այն պահին, երբ որ պետք է շատ ավելի շատ խոսալ։ Վերջի վերջո չխոսալը նաև խոճապ է ստեղծում, հա, երբ որ հասարակությունը չգիտի ինչ է կատարվում, այդ ճղճիմ կայքերը հենց այդ պատճառով էլ մտնում են մեյդան, որովհետև մարդ չի խոսում, իրանք լրացնում են այդ դե բացի այդ հայտնվում են նաև մարդիկ, ովքեր ճակատեցի ինչ-որ տեղեկություններ են տալիս, հիմա չգիտես հավատաս, չհավատաս, դա էլ է խնդիրներ առաջացնում։ Եթե չկա պաշտոնական հաստատում։ Իհարկե, այստեղ կա մի տենց խորամանկություն, ասենք, հա, ռազմական, որ շատ դեպքերում բանակը, որպեսզի ինչ-որ բաներ պաշտոնապես չտա, ինչ-որ ձևով արտահոսում։ Հասկանալի է, բայց կիսապաշտոնական կամ պաշտոնական հաստատումն էլ դրան պետք է անմիջապես հետևի։ Միանշանակ։ Պլյուս այստեղ խնդիրը նաև ռազմական փորձագետների պակասն է Հայաստանում, որոնք կարող են նորմալ մեկնաբանել իրավիճակը։ Բայց խաղաղ ժամանակ ռազմական փորձագետների պակաս չեն։ Մենք բոլորս գիտենք, որ Facebook-ում առնվազն 50,000 ռազմական փորձագետ կան ըստած, հա, բայց փորձագետները առաջինը պետք է լինեն իսկապես լավ հասկացող գործից, երկրորդը մեզ կարևոր են փորձագետներ, որոնք դրսում են ընկալվում, հա, այսինքն երբ որ BBC լրագրողը որոշի ինչ-որ գրի, բացի իր բլոկնոտը, ու այնտեղ իր մոտ բլոկնոտում գրված լինի Հայաստանի ռազմական փորձագետ, ինքը չման գա այդ մարդուն, արդեն ոնց որ ասած մոտը գրված լինի։ Այստեղ իհարկե մենք խնդրեմները ադրբեջանցիք էլ ավելի ունեն, իրենց ռազմական փորձագետները իրենց խնդիրների հետ ասեն։ Տումբչկայի մակարդակում են գտնում, այդ ուրիշ հարց, բայց մենք չպետք է իրենց հետ համեմատվենք, էլի։ Նենց որ իրականում կան խնդիրներ, չերել կարա չլներ, բնականաբար, ուղղակի այդ խնդիրները արժի, ոնց որ ասած, գիտակցության բերել եւ փորձել ինչ-որ ձևով շտկել, ակնհայտ է, որ մյուս խնդիրը, որ Արցախից նորմալ տեղեկատվական հոսքեր չի լինում ձևավորել։ Այդ խնդրեմը կա 25 տարի արդեն։ Այո, Արցախում ինչ-որ բան եթե կատարվում է, մարդիկ կանգնում են, չգիտեմ, ինչ-որ պատի առաջ, որովհետև ինֆորմացիա ինտերնետով ստանալ, թե որտեղ մտնես, ինչ կարդաս, որն է ճիշտ, որն է սխալ, դա արդեն խնդիր է։ Նաև խնդիր է, որ չպետք է ոնց որ ասած դանակը ոսկորեն հասնի, նոր փնտրես լրատվամիջոց Արցախում, հա։ Արցախից լրահոսը պետք է անընդհատ լինի, ընդ որում ինքը համ Հայաստանում պետք է լինի, օրինակ դա էլ է խնդիր, հայաստանցիները շատ քիչ բան գիտեն ինչա կատարում Արցախում։ Մենակ Կասպրշիկը պետք է գա գնա, ինչ որ գրեն որ եկավ գնաց, այդ մարդն էլ ես ինչ ծնվել եմ գնում գալիս է, տենց ամփոփող ինչ որ բան է, կոնստանտ է, հա։ Այդ խնդիրն է, որ Արցախը պետքա ճանաչելի լինի, այսինքն դրսում պետքա Արցախի մասին լսած լինեն։ Վերջի Արցախում լիքը բան կա, որ կարելի է խոսալ ու հեչ անպայմանաբար դա պատերազմ է։ Բարձ։ Այսինքն ինֆորմացիոն ֆրոնտում այս 15-20 րոպեվա զրույցի ընթացքում բարձեցինք, որ հսկայական աշխատանք կա անելու։ Ինչ որ բաներ արվել են, բնականաբար, եթե համեմատենք։ Դե, արվել, բայց անելու մասին է։ Շատ բան կա, որովհետև տեսեք, էլի օգոստոսի հետ ենք համեմատվում հիմա, եթե մենք սկսում ենք համեմատել մի տարվա առաջ եղածի հետ ու տեսնում որ խնդրեմ կա, այդ նշանակում է, որ օգոստոսի այդ առաջընթացը չֆիքսվեց։ Այսինքն ինքը ինչ որ սպոնտան եղավ, ռեգրես է։ Ուղղակի կայունացվեց այդ վիճակը, հա, պետք է անընդհատ ոնց որ ասած բարելավումը կայունացնել, նոր հաջորդ քայլ անել։ Բարձ։ Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար։ Հիշեցնեմ, որ ես զրուցում եմ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ եւ խոսում էինք քարոզչական պատերազմների մասին, առավել եւս որ Հայաստանում դա շատ ակտուալ է այս վերջին օրերին։ Կհանդիպենք։